Եթերում CBC FM-ի նորությունների թողարկումն խոսափողոմոտ Նիգեր Ջամալը։ Մարտի 6-ին Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան, ռադուստրերը Լեյլա Ալիևան եւ Արզու Ալիևան այցելել են Գանջաքաղաք։ Մեհրիբան Ալիևան, ռադուստրերը Լեյլա Ալիևան եւ Արզու Ալիևան այցելել են Գանջեի կենտրոնում կանգնեցված ադրբեջանական ժողովրդի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի հուշարձան եւ ծաղիկներ դրել նրա մոտ։ Մեհրիբան Ալիևան եւ նրա դոստերը այցելել են նաեւ Գանջաքաղաքի Շահ Աբբաս եւ Հյուսեյնիի մզկիթներ։ Մզկիթի իմամ Իսկենդեր Մամեդով առաջին փոխնախագահային տեղեկացրել է Շահ Աբբասի մզկիթի մասին։ Հաղորդվել է, որ 2008 թվականին նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ մզկիթում վերականգնման եւ վերանորոգման աշխատանքներ են կատարվել։ Մզկիթի զննության ժամանակ հանրականները տվել նաեւ այստեղ համապատասխան աշխատանքներ իրականացնելու հետ կապված։ Այցի շրջանակներում Մեհրիբան Ալիևան, ռադուստրերը Լեյլա Ալիևան եւ Արզու Ալիևան եղել են նաեւ Գանջեի միացյալ հիվանդանոցի պերինատալ կենտրոնում։ Հիվանդանոցի տնօրեն Իլքին Իսմայլովը տեղեկատվություններ է տրամադրել պերինատալ կենտրոնի մասին, որը ծառայություններ է մատուցում Գանջեի եւ Հարակես շրջանների քաղաքացիներին։ Բուշ հաստատությունում այցի ընթացքում Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից պերինատալ կենտրոնին նվիրվել են քուվեզներ եւ ուլտրաձայնային սարքեր։ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան այցելել է Գանջա քաղաքի Սուրբ Երանալի Մեծ Դուքս Ալեքսանդր Նևսկի եկեղեցի, ինչպես հատնել են ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի եւ Ադրբեջանի թեմի մամուլի ծառայությունից, եկեղեցում հարկարժան հյուրերին ողջունել է եկեղեցու վանահայր քահանա Պարդուղիմեոս Սոտնիկովը, նա պատմել է եկեղեցու պատմության եւ ներկայվիճակի մասին։ Նշվել է, որ Ադրբեջանի հնագույն ուղղափառ եկեղեցիներից մեկը հանդիսացող այս եկեղեցին մի շարք վերանորոգման եւ վերականգնման աշխատանքների կարիք ունի։ Մեհրիբան Ալիևան ընդգծել է երկրի պատմական եւ կրոնական ժառանգության պահպանման կարեւորությունը, համապատասխան հանձնարարություններ են տրվել Ալեքսանդր Նևսկու եկեղեցում աշխատանքներ իրականացնելու համար։ Միլլի մեջլիսը հավանություն է տվել Ադրբեջանի անդամակցությանը 8 սարկացող երկիրների տնտեսական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը։ Փաստաթուղթը քննարկման է ներկայացվել ուրբաթ մարտի 7-ին Միլլի մեջլիսի լիակոմար նիստում։ Նշվել է, որ Ադրբեջանը միացնում է 8 սարկացող երկիրների տնտեսական համագործակցության կազմակերպության կանոնադրությանը, որը ստորագրվել է 2012 թվականի նոյեմբերի 22-ին Իսլամաբադում։ Կազմակերպության ներկայիս անդամներն են Բանգլադեշը, Եգիպտոսը, Նիգերիան, Ինդոնեզիան, Իրանը, Մալազիան, Պակիստանը եւ Թուրքիան։ Առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան եւ նրա դուստրերը Լեյլա Ալիևան եւ Արզու Ալիևան այցելել են Գանջայի Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական ուղղափառ եկեղեցի։ Եկեղեցու վարդապետ Վարֆալոմեյ Դենիս Սոտնիկովը տեղեկություններ է հաղորդել տաճարի պատմության մասին։ Նշվել է, որ ռուսական ուղղափառ եկեղեցին կառուցվել է 1887 թվականին։ Տաճարը կառուցվել է աղյուսից բյուզանդական ոճով, ինչպես տեղացի ուղղափառների, այնպես էլ մահմեդականների նվիրատվություններով։ Հաղորդվել է, որ այս պատմական հուշարձանը, որը հանդիսանում է Ադրբեջանի ամենահին ուղղափառ եկեղեցիներից մեկը, մի շարք հերթական վերանորոգման կարիք ունի։ Մեկնարկել է Միլլի մեջլիսի գարնանային նստաշրջանի հերթական լիակոմար նիստը։ Սահիբա Գաֆարովայի նախագահությամբ անցկացվող նիստի օրակարգում ներառված է 14 հարցի քննարկում։ Նիստում կքննարկվեն Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի տարեկան զեկույցը 2024 թվականին երկրում մարդու իրավունքների պաշտպանությանը ուղղված գործողության վերաբերյալ, ինչպես նաև մի շարք օրինագծերում կատարված փոփոխությունները։ Ռուսաստանում հարգանքով են վերաբերվում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժառանգությանը պահպանելով նրա հիշատակը որպես ականավոր պետական գործչի։ Այս մասին շաբաթական ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2023 թվականին Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել Լիպատիվ նրա ծննդյան 100-ամյակի, իսկ այժմ խորհրդանշական քար է դրվել Ռուսաստանում Ալիևի հուշարձանի հիմքում։ Առաջիկայում հուշարձանի տեղադրումը կարևոր մշակութային եւ հումանիտար իրադարձություն կլինի մեր երկրների համար, նշել է Զախարովան, հավելելով, որ սպասում են նոր համատեղ նախագծեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շնորհավորել է կանանց միջազգային օրվա մարտի 8-ի առթիվ։ Իր շնորհավորական ուղերձում Զաքիր Հասանովը նշել է, որ ադրբեջանցի կանայք պատմության ընթացքում աչքի են ընկել իրենց իմաստությամբ, աշխատասիրությամբ, ամբասիրությամբ եւ տոկունությամբ։ Ակտիվորեն մասնակցելով երկրի հասարակական մշակութային կյանքին ադրբեջանցի կանայք իրենց դրսևորեցին նաեւ հայրենիքի պաշտպանության գործում խիզախորեն մասնակցելով նրա տարածքային ամբողջականության համար մղվող մարտերին։ Խորին հարգանքի տուրք ենք մատուցում այս ճանապարհին նահատակված կանանց պայծառ հիշատակին։ Վստահ եմ, որ զինված ուժերի շարքերում ծառայող եւ քաղաքացիական ոլորտներում աշխատող մեր կանայք այսուհետև էլ կարդարացնեն իրենց ղեկավարության վստահությունը աշխատելու վիշահ ժողովրդի եւ պետության։ Սիրելի կանայք, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ աշխատանքում։ Շնորհավոր ձեր տոնը ասված է ուղերձում։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալլաշքյուր Փաշազադեի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է իսլամական աշխարհի 2025 տարվա շրջանակներում Բելգիայի թագավոր Ֆիլիպի Հովանու ներքովի Եվրոպական զարգացման ու հետազոտությունների ակադեմիայի ECADA-ի ISESCO-ի եւ Բաքվի մուլտիկուլտուրալիզմի միջազգային կենտրոնի եւ Կովկասի մահմեդականների վարչության համատեղ կազմակերպությամբ Բելգիայում եւ Եվրոպայում անցկացվող միջոցառումներին։ Կլոր սեղանում ելույթնոցով Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխուլ Իսլամ Ալլաշքյուր Փաշազադեն ասել է, որ նրա համար մեծ պատիվ է բազմամշակութային արժեքներ ունեցող Ադրբեջանի անունից փոխանցել մեր ժողովրդի, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ողջուններն ու օրհնությունները։ Շեյխուլ Իսլամ Ալլաշքյուր Փաշազադեն իր ելույթում ընդգծել է Ադրբեջանում կյանքի բազմամշակութային մոդելի կարևորությունը։ Բոլոր երկնային կրոնները, ներառյալ իսլամը, նրա սուրբ գիրքը Ղուրանը, մեծ նշանակություն են տալիս համընդհանուր մարդկային համերաշխությանը, փոխհմբռնմանը եւ համագործակցությանը բոլոր երկնային կրոնների հետ։ Այսպիսով Ադրբեջանի պետությունը, որը պատմական փորձ ունի տարբեր մշակույթների եւ քաղաքակրթությունների ներկայացուցիչների միջև կամուրջներ կառուցելու, անկախ դավանանքից եւ աղանքից համակեցության ոլորտում ամբողջ աշխարհին ներկայացնում է իր օրինակելի մոդելը բազմամշակութային ներդաշնակ հասարակության կառուցման ոլորտում, նշել է նա։ Հինգշաբթի մարտի 6-ին Կարսի Կովկասյան համալսարանում տեղի ունեցել անվտանգության տեսակետը Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում թեմայով պանելային քննարկում։ Գիտնականների եւ փորձագետների հետ մեկտեղ միջոցառման մասնակցել են Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Զամին Ալիևը եւ Կարսի քաղաքապետարանի ղեկավարությունը։ Քննարկումները բացող պրոֆեսոր Սելջուկ Ուրալը նշել է եղբայրական երկրների արչեւ ծառացած մարտահրավերների եւ սպառնալիքների քննարկման կարեւորությունը եւ կոչ արել համախմբել ջանքերը Անկարայի եւ Բաքվի ճանապարհին կանգնած խոչընդոտները վերացնելու համար։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում կդիտվի փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց տեղումների եղանակ, քամին հարավ-արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 2-7, ցերեկը 12-17 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում սպասում է հիմնականում առանց տեղումների եղանակ, առանձին վայրերում ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախող, քամին արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 1-6, ցերեկը 13-18 աստիճան տաքություն։ Լեռներում գիշերը 3 աստիճան ցրտից մինչև 2 աստիճան տաքություն, ցերեկը 10-15 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջամենդում, Խանքենդիում սպասվում է 3-6, Աղդամում, Ֆիզուլիում 2-4, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 2, Թիսլաչինում եւ Քելբաջարում 4-10 աստիճան տաքություն։ Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Երկար ժամանակ ինչ լարված իրավիճակ է տիրում Երևանի Ֆիրդուս անունով հայտնի թաղամասի 44 հասցեում գտնվող բնակելի տան բակում։ Քաղաքացիները դիմել են դատարան եւ դատարանի վճիռ մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ առանց դատարանի որոշման Cars Construction-ը քանդում է նրանց տները։ Եթե չկա դատարանի վճիռ, ինչի է հիմա քանդման աշխատանքներ իրականացվում։ Այս սեփականության իրավունքով այս մարդը ասում է, որ պատկանում է մեր։ Նորից եմ կրկնում, սա մեր սեփականությունն է։ Այստեղ որ հիմա մենք կանգնած ենք, դա մեր սեփական հողն է, ըստ վկայականի եւ բանի։
Հիմա մի վարքյան բանջան։ Մերնա։ Ձերը չի, որ ես կողմ գաք նոր ձերն է դառնում, ոնց որ որտեղ կոլիցա չէ ձերը դրած։ Աշխարհից լավ է։ Հա, թող մնա մոտս, որտեղ Մարդիկ բողոքարկել են, դատարանը ընդունել է վարույթ եւ դրանով սահմանակապակվել է լրիվ։ Հիմա դատարանը վերջում կորոշի, ինչ կորոշի, ոնց կորոշի, դա ապագայի հարցն է։ Ուրեմն լսի, առաջինը քեզ կոռեկտ պայի։ Այդ որ ասում ես մարդը երազախափա է, երազատես, չի կարելի տես, չափերիդ մեջ մնա։ Մեկ ու երկրորդը, որ ասում ես մարդը երազատեսել դատի է տվել, մարդը դատարանը երազտենալու հիման վրա վարույթ չի ընդունում։ Կարող է երազտենաս վաղը վարչապետն ես, պետք է ելնես ասես ես վարչապետն եմ։ Թե պետք է դիմես դատարան։ Այս մարդիկ ուզում են օրենք խախտելով իրանց գործը անեն, առաջ գցեն, բայց այն մարդիկ, որոնք ապրում են ստեղ, իդեպ ասեմ, ստեղ հիվանդ կինել է ապրում, հա, ինսուլտ տարած կինել է ապրում, այդ թոզը մեր կարող եք տեսնել էլ նաև վիդեոներում, ամբողջը թոզ, ամբողջը, չգիտեմ, վիբրացիաներ, հա, Ինչն են քանդել այսօր։ այսօր քանդել են այս մարդկանց Պարիսպը, որ գտնվել է այնտեղ, այս ծառերն են կտրել եւ մենք կարողացանք հասնել այն պահին, երբ որ արդեն ուզում էին շարունակել քանդելը, չթողեցինք։ Քաղաքացիները բողոքում են, որ Հայաստանի իշխանությունները իրենց կյանքը վերածել են դժոխքի։ Նրանց խոսքով առաջին անհրաժեշտության ապրանքների գները հասել են տիեզերական բարձունքների։ Փակվել են հազարավոր աշխատատեղեր, թոշակներն ու աշխատավարձերը մնացել են չնչին։ Բազմաթիվ մարդիկ շարունակում են ապրել կիսաքանդ ու կիսախարխուլ տնակներում։ Մյուս կողմից էլ իրացվում է Երևանի կենտրոնը։ Բնակիչները վտարվում են, նրանց տները քանդվում, մարդկանց թողնելով փողոցում, բախտի քմահաճույքին։